Մովսյան Կարեն Քաջյանի բնակիչ։ Այդ ընդհարցակման շրջանակներում հարց դրա մասին էլի։ Այս քաղաքին հարակից տարածքներում եթե մարդիկ գույք ունեն, հա, հողամաս ունեն, գույք ունեն, ծառ ունեն, շինություն ունեն, այդ մարդկանց այդ շինությունները, ծառերը, գույքը ձեր ընդարձակման շնորհիվ փչան։ 70-20 տարեկան տանձի, խնձորի, սալոյի, վիշնեի ծառերը 60 թուլուպ, մալինա, հաղարջ, 14 մետր երկարությունով, 5 մետր լայնությունով, 2 հարկից անասնակոմը գնացել եք 690,000։ Իրականում գնահատումը այդպես չի եղել, գնահատումը եղել է ավելի ցածր, ձեր գնահատված գույքը վերանայվել է ավելի բարձր տարբերակով եւ ձեզ համապատասխան առաջարկ արվել հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ Ձեր բարձրացրած հարցը մեր գործունեության չի վերաբերում, որտեղ մենք 30 միլիոն ընդլայնման շրջանակներում չենք, այսպես ասած, ձեր գույքին վնաս հասցրել։ Մենք շուկայական գներով հաշվելու ենք, ձեզ փոխադրություն տալու։ Անգամ գրություն ենք ուղարկել օրենքով սահմանված բոլոր պահանջներն ու պրոտոկոլները, ընթացակարգերը հաշվի առնելով։ Այնպես որ ավելի ձեզ այսպես ասած նկատառում Հայաստանում կարելի է այդպես եկած մտած մարդկանց տնից հանած դուրս գցած այդպես ջբան խուլիգափով տված էլի չէ, տեսեք։ Ձեզ ներկայացվել է գնահատման արժեքները եւ բոլոր հնարավորությունները, ես ավարտեմ։ Էլի ձեր ուղարկած մասնագետը որ եկել անդեք գնահատումներ անի, այդ մասնագետը դամբուլի ծառը տանձի ծառի չի տարբերում։ Մարդ կամ շուկայական գներից չի կուրսի, կամ էլ հաշվելու այդ խնդիր ունի այդ մարդը։ Ես 600,000 1 միլիոն տամ կար, ես մի հատ այդպես անասնարում։ Եթե ես չեմ սխալվում, դուք այդ գնահատողից գոհ չեք, մենք ուրիշ գնահատման մեթոդ եւ գնահատող ենք բերել։ Այդ ուրիշ եկել է հենց կապաստակի 70,000 հաշվելու դրա դիմաց հրաժարվել եք նրանից, ինչը որ ձեզ առաջարկվել է բազմիցս։ 600,000-ից հրաժարվել է։ Այսքանը կարող եմ ձեզ պատասխանել։ Ես ուզում եմ, որ մեր սերս հասարակական կազմակերպություններն են ինչքան տարած են, որ ԶՊՄԿ-ն ուղղակի թալանում է ժողովրդին։ Սենց կարծիք են արտահայտվում, յաման աշխատավարձներս կտրում, մեզին ինչ անում, ես խնդրում եմ, ուրեմն, եթե հարց բզնեմ հետո, որ վերջացնեմ ասեմ, խնդրում եմ այդ հասարակական կազմակերպություններին տարածել, որ այսի արձագանք ստանա, որ տենց մեզ նման կերպ են վերաբերում, դուք քաղցեղենի մասին ասում է, բայց չեք ասում, որ մարդ անցվա մեջ շտապ օգնության մեքենան 3 անգամ կոմբինատ տարածքից մարդը կար հիվանդանոց, որից երկուսը ներկայությամբ են Երևանի հիվանդանոցներում, դուք չեք ասում, որ բանի սքո սրահները, սա քաջարանցք զանի տարած, իբ քյուրումս քաջարանցք։ Դրա համար ժանան ճիշտ ասում, դուք ստե չեք ապրում մկցզմար ռասխոդի մատերիալը, դες թքած ունեք, դենց լավ այլի կետ, տնիկ պշիրիկ ջարդի, պշիրիկ զիպի սակիկ, ասիկ ես սալի կալ գնան։ Ու մի հատ ծերը ճարում չի, Նիկողոսյանը գրություն աղարում, կյում 10 օր ընդը կարում 10 ռոպե ժամանակ չի ճարում ես, մի հատ լսի։ Չուրում ես մի օր անի, ամի օր հասուն, ամի օր չի սոն, չի ծերը ճարում սարը դրա։ Եղա ուրեմն տեսեք։ Ու հետո, եթե ես խնդրում եմ մի րոպե, եթե պետք է դիսկուսիայի մեջ ես էլ ձեր գույքն եմ փչացնել։ Ես խնդրում եմ փողերից չտակ, ես էլ ձեր գույքն եմ փչացնել։ Ես խնդրում եմ, եթե հարց է, ուրեմն մի րոպե։ Ստե դիսկուրսի չենք վերացում, ընդհանրապես, եթե հարցը տվել եք, պատասխանը ստացել եք, եթե չի բառավարարում, կարող եք գրավոր ներկայացնել նորից բոլորը։ Գրավոր ներկայացնել, եթե չի բառավարում, ես խնդրում եմ։ Մենք մզի դեմը կամ անի երդխոս, սա հասո երդխոս, սա երդ եմ ասում։ Հասկանալի է, եթե չի բավարարում, դու կարող եք դիմել դատարան։ Շո։ Դիմի դատարան օրսից, վարկում դա այ ախպեր։
Դուք եք հարցը բացել։ Ես դատարան քնելու չեմ, Դե всё։ Ես քնեմ ես պատիժ դումիրասների ստանամ։ Դե խնդրում եմ Ու այդ հարց լուծե։ Հարց մի հատ փողերից տվեք ինձ իրանք տվեք, արա։ Вообще կիլոմետրով հեռու։ Եղավ։ Այսօր ես մեր Քաջանի ժողովրդին եմ ասում։ Ասե ինձ եշեք, ես ձեր վաղվա գլխի գալիք եմ։ Ես ձեզ բոլորից ես տեսնում եմ, սեստի այդ կիսապրատ ձեկների դատարաններ ասի ասելու ակինեք դատարան։ Ձեր գլխի գալիքն եմ, ինձ եշեք ձեր վաղվա որը տեսեք։ Սեստի Կարը, Նիկողոսյանը, Ստեփանյանը, Պետրոսյանը, Սարգսյանը նստի մրգզի։ Ես խնդրում եմ նստեք, ես մի խանգարեք։ Մի խանգարեք։ Շատ ճիշտ ընդարձակում։ Չի կարելի։